Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը։ Պաշտպանական մարտերում զոհվածների, սպանված ու խոշտանգված խաղաղ բնակիչների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո խորհրդարանը հրապարակում է հայտարարությունը։ Տեքստի վրա աշխատել են բոլոր խմբակցությունները, դրանցում չընդգրկված падգամավորները։ Դատապարտող հայտարարության մեջ падգամավորները Բաքվի քաղաքականությունն անվանում են ահաբեկչական, Ադրբեջանին կոչում ագրեսոր։ Գլխավոր շեշտադրումներն ու կոչը ուղղված են միջազգային կառույցներին։ Կոչ ենք անում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին հասցեական եւ համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին, կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները, լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար։ Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը եւ կմիանան Ադրբեջանի սանձելու միջազգային հանրության ջանքերին։ Բոլոր խմբակցությունների падգամավորները հիմնական ասելիքից առաջ ընդգծում են, այս պահին իշխանություն ընդդիմություն չկա։ Շարմազանովն ամբիոնից նույնիսկ մեկ առ մեկ թվարկեց հայտարարության ընդունմանը մասնակցած կուսակցությունների անունները։ Մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք եւ մենք պետք է կարողանանք այս դժվարությունից դուրս գալ եւ մնալ քույրեր եւ եղբայրներ։ Պատգամավորներն առանձին տողով շնորհակալություն են հայտնում ամբողջ հանրությանը։ Բոլորը մեկ մարդու պես կազմակերպված են գործում, միասնական են, համախմբումը համահայկական է։ Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք Ղարաբաղը, Հայաստանը, ողջ Սփյուռքը, հայությունը մեկ ուժ է, մեկ ընդհանրություն է եւ ոչ ոք չի կարող մեր գոյության իրավունքը կասկածանքի տակ դնել։ Այսօր բոլոր քաղաքական ուժերը միասնական են, երկրապահ կամավորականները շուրջ 1000 հոգի իրենց փորձով եւ հմտությամբ մեր զինվորի կողքին են եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը լիովին տիրապետում է իրավիճակին։ Թևան Պողոսյանը նույն ոգով էլ առաջարկեց, թե արյուն հանձնելու խնդիր կա, իրենք պատրաստ են։ Կարող եք ճշտել, մենք դրա կարիք ունենք, ապահովենք կամ որ մեխանիզմը պետք է լինի, որ մենք իսկապես կարողանանք այդ ընդհանուր կոնսոլիդացիան ճիշտ ուղով տանենք եւ պետական ինստիտուտների աշխատանքի շրջանակներում դա ամիջ լինի։ Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա։ Եթե լինի անհրաժեշտություն, սիրելի ժողովուրդ, մենք շատ շնորհակալ ենք, մենք ձեզ կոչով հանդես կգանք։ Պատգամավորներին զայրացրել է ԵԽԽՎ Ադրբեջանամետ նախագահի հայտարարությունը։ Նաիրա Զոհրաբյանը Պետրո Ագրամունտին ռազմական հանցագործի մեղսակից է անվանում, որին պետք է հիշեցնել իր ղեկավարած կառույցին 47 երկիր է անդամակցում։ Որ մեր խորհրդարանը Հայաստանը որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ պարտավոր է իր հստակ վերաբերմունքը արտահայտել, կրկնում եմ, ստահակ Պետրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ։ Պետրո Ագրամունտը ռազմական հանցագործ Ալիևի մեղսակիցն է եւ մենք պարտավոր ենք դրան հստակ արձագանքել։ Երեք երեկոյան հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Պետրո Ագրամոնտի հետ, տեղեկացնելով նրան այն ամենի մասին, ինչ կատարվում է այս 2 օրերի ընթացքում։ Փորձել եմ բազմակողմանի այդ տեղեկատվությունը նախապատրաստել եւ տեղեկացնել նաեւ ԵԽԽՎ առաջնային դերակատարություն ունեցող նախագահական կոմիտեի բյուրոյի անդամներին։ Ադրբեջանցիների խոշտանգումներն ապացուցող կադրեր կան ի տարբերություն Սումգայիթի ջարդերի եւ Փոստանջյանն առաջարկում է իրավաբան падգամավորներից աշխատանքային խումբ կազմել, հավաքել բոլոր փաստերը, բանաձևի նախագիծ մշակել ու դրանով պահանջել դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը Եվրախորհրդին։ Երբ նա անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, ունի հստակ պարտավորություն ագրեսիայի եւ ուժի բանեցումից զերծ մնալու։ Տվյալ պարագայում նա խախտել է եւ դրա ապացույցն է կա։ Իրավաբան մյուս падգամավորն էլ առաջարկում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան։ Քրեական դատարանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձևերով տարբերակներ փնտրել քրեական միջազգային քրեական գործառույթելու առումով։ Հրանտ Բագրատյանը պնդում է, հիմա ճիշտ ժամանակն է, որ քարորիայի օրակարգ մտնի Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։ Փոխոսնակները հիշեցնում են, որ այս փուլում գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարության ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու վրա են աշխատում։ Հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ եւ որ աշխատանքները ավարտվի, ստորագրությունները լինեն, մենք կքննարկենք ազգային ժողովում նաեւ այդ հարցը, ամեն ինչ հերթով։ Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանում փակ քննարկում կազմակերպվի։ Առաջարկը ընդդիմադիրներին է, մեծամասնությունը կողմ է։ Այդտեղ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները մանրամասն կներկայացնեն բոլոր տվյալները։ Շաքե Ղազարյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։